Այսօրվա պատգամը ես այսպես եմ վերնագրել, սիրելիներ, վեր կաց, կարող ես քո կողքին ասես վեր կաց։ Այստեղ նստածներից շատերը ծնողներ են, չէ՞։ Ովքեր որ ծնող են ունի երեխա, խնդրում ձեր բարձրացրու, այսինքն շատերս ծնողներ են, մնացածս դառնալու են ծնող։ Ծնողի համար ամենակարևոր բանը որն է, երբ որ տեսնում է իր երեխան ընկած է, ինչ է, իր մեջ ինչ է միայն բարձրանում։ Վեր կաց, չէ՞։ Երբ որ քո փոքրը ընկած է, դու տեսնում ես իրան գալիս ես, մի բան է քեզ առաջնորդում, վեր կաց։ Մեր Աստվածը մեր ծնողն է, սիրելիս։ Ամեն։ Ավետարանում ասում է, որ դուք որ չար էություն ունեք ձեր երեխաներին բարի բաներ անել գիտեք որքան առավել ես։ Սիրելիս, եթե ընկած ես, Աստված այսօր քեզ ասում է վեր կաց։ Սատանան քեզ կասի մնա այդտեղ, կողքի մարդիկ կհավաքվեն շուրջ բոլորը քեզ կմեղկան։ Ես ուզում եմ քեզ սա ուղիղ ասեմ, թույլ չտաս, որ քեզ խղճահարություն եւ մեղքան քեզ, սա շատ սխալ բան է։ Մարդկա սիրում է, որ իրան մեղքում են։ Վայ, նայեք իմ պրոբլեմս, ես ամենահիվանդն եմ, ես ամենախեղճն եմ, չէ սիրելիս։ Մենք դրա կարիքը չունենք։ Մենք մխիթարիչ ունենք, որ Սուրբ Հոգին է, եթե մարդիկ ուզենան քեզ մխիթարել, գիտես ինչ, այդ մարդիկ էլ քեզ մի օր կգցեն։ Դրա համար այսօր ես ուզում եմ պետք է հասկանանք։ Մեր Աստվածը ծրագիր ունի եւ իր ծրագիրը էս է, որ դու եթե ընկած ես, պետք է ոտքերիդ վրա կանգնես։ Ամեն։ Աստծո ուզած ցանկությունը իր որդիների համար էս է։ Եթե դու մտածում ես դա process է, դա երկար տարիների, չգիտեմ, ընթացք է, որ դու պետք է անցնես եւ ոտքերիդ վրա կանգնես, չէ, դա մի վայրկյանվա կատարվող բան է, սիրելիս։ Գիտես, ես այսպես եմ հասկանում, որ ազատագրումը, վեր կանգնելը ինքը շատ արագ կատարվող գործողություն է։ Շատ արագ։ Մարդիկ կարող է ասեն դա երկար է լինելու, սատանան քեզ համոզի ասի դա երկար է լինելու, բայց չէ սիրելիս, դա շատ արագ կատարվող process է։ Ազատագրումը, երբ որ մենք նայում ենք ավետարանների մեջ, Հիսուսը դևերին, երբ որ ազատագրում էր, դիվահարներին դևերից ազատագրում էր, դա վայրկյաններ էր տևում։ Երբ որ բժշկում էր, շատ արագ էր լինում։ Դրա համար այսօր ինձ ու քեզ պետք է, որ մենք սա հասկանանք։ Սիրելիներ, մեր Աստվածը, մեր ամենակարող Տերը, ինքը հետաքրքրված է մեր ապագայով։ Ես միշտ երբ որ խոսում եմ մարդկանց հետ սա եմ ասում, դες Աստված քո անցյալի մասին չի խոսում։ Ես քեզ խորհուրդ կտամ ծննդոցից մինչև հայտնություն Աստվածաշնչի մեջ ման գաս մի տեղ, որ գտնես հովիվ Կարենին կասես, որ գտել եմ։ Որ այդտեղ գրած լինի Աստված եկավ, մեկի հետ հանդիպում ունեցավ ու սկսեց խոսել իր անցյալի մասին։ Ու ասել, որ անցյալում էս է, ինչ անցյալում են է, ինչ, բայց գիտես, ես քեզ շատ տեղեր կարող եմ ցույց տալ, որ Աստված մարդկանց հետ հանդիպում էր ունենում եւ խոսում էր նրանց ապագայի մասին, չէ՞։ Ես քեզ հետ ունեմ այս գործը, այս ծրագիրը, որ դու ես անելու, սա ես լինելու, այս հաղթանակն ես անելու։ Սիրելիս, եթե անցյալը շատ ես հիշում, ուրեմն սատանային շատ ես լսում։ Եթե ապագայի մասին, գիտես ինչ հայտնություններ ունես, ուրեմն դու Աստծո հետ կապ ունես։ Անցյալի լավն է, վատն է, մոռացի սիրելիս։ Անցյալի պարտությունն է, հաղթանակն է։ Աստված ուզում է, որ դու առաջ գնաս։ Կարող ես հրճակել եւ ասել հներն անցան ամեն բան նոր է։ Ամեն բան նոր է։ Սատանան միշտ գիտես ինչ է ուզում, ինքն ուզում է, որ դու քո հին շորը ունենաս եւ պատրված տեղերն է կարկատաններով հագես։ Բայց Աստծո ծրագիրը դա չի, Աստված ուզում է, որ քո շորը, քո հանդերձը փոխվի սիրելիներ։ Փառք Տիրոջը, մեր Աստվածը մեր համար ապագա ունի։ Մեր Աստվածը մեր համար օգնության նոր ընթացք եւ նոր ծրագիր ունի։ Եվ դա միանշանակ է այդպես է։ Գիտես, այս վեր կանգնելու համար, երբ որ ես մտածում եմ, ես հասկանում եմ մի բան, երբ որ մենք կանգնում ենք մեր ոտքերի վրա, մենք սկսում ենք նմանվել Աստծուն։ Գիտես, Աստծուն նմանվել նշանակում է Քրիստոսի գործերը շարունակել։ Առաքյալները նմանվում էին Աստծուն։ Աստված ասում է, երբ որ առաքյալները քաղաքում քարոզում են, եկան նրանց բռնեցին, անխնած էծեցին եւ մտածեցին, որ իրանք մահացել են։ Տարան այդ քաղաքի այդ աղբանոցի մոտ գցեցին։ Որտեղ մտածել ես մարդիկ մեռած են, արժան է չէ որ իրանք թաղենք։ Բայց ասում է, երբ որ իրանք հետ եկան, Աստված նորից ուժը զորություն տվեց։ Ես առաքյալները ինչ արեցին։
ասեցին փառք Աստծո Քրիստոսի համար հալածվանք, գնացինք նորից քարոզելու։ Չասեցին այ մարդ մեզ քաղաքում մեզ խփել են, մեզ հարվածել են, չէ, իրանք շարունակեցին իրանց ծառայությունը, շարունակեցին իրանց ընթացքը, իրանք գնացին նորից Աստծո խոսքը, Աստծո պատգամը տանելու եւ քարոզելու, որովհետեւ առաքյալները հասկացել էին, որ իրենց պետք է որ իրենք վեր կանգնեն։ Գործք առաքելոց 12-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք, երբ որ առաքյալները ձերբակալված էին, բանտում էին ինչ իրավիճակ էր տիրում, 7-րդ խոսքից եմ կարդում, եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց եւ տան մեջ լույս ծագեց։ Եվ խոտեց Պետրոսի կողը, նրան արթնացրեց եւ ասեց. «Վեր կաց շուտով եւ շղթաները վայր ընկան նրա ձեռքերից»։ Եվ հրեշտակը ասեց նրան. «Գոտիդ կապիր, հողաթաբերդ հագիր ոտքերիդ եւ քո պատմուճանը քո վրա գցի»։ Մենք տեսնում ենք, այս մարդը ձերբակալված էր շղթաների մեջ։ Եվ հրեշտակի խոսքը էս էր, ինքը եկավ, նրան արթնացրեց եւ ասեց. «Վեր կաց»։ Գիտես, երբ որ մենք լսում ենք Աստծուն, վեր ենք կանգնում, մեր շղթաները մեր ձեռքերից ինքնստինքյան ընկնում են։ Եվ այստեղ 3 բան է ասում, ասում է գոտիդ կապիր, կոշիկները թակիր, հանդերձ հետ քո վրա գցի։ Գիտես, այսօր Աստված ուզում է, որ մենք մեր ճշմարտության գոտին կապենք մեր մեջտեղին։ Ես շատ հավատացյալներ եմ տեսել, որ իրանք ասում են, ես պատերազմում եմ, ես սուր ունեմ, Աստծո խոսքը իմ սուրն է։ Բայց գիտես, ես ուզում եմ սա ասեմ, եթե դու գոտի չունես, սուրը դնելու տեղ չունես։ Հին ժամանակում զինվորների սուրը գիտեք որտեղ էր, իրանց գոտի վրա էր։ Ճշմարտություն, եթե դու ճշմարտության կողմը պահող չես, քո սուրը քո Աստծո խոսքը չի գործում։ Որովհետև դու որտեղ ես պահելու։ Այսօր Աստված ուզում է, որ մենք ճշմարտության կողմը լինենք։ Քրիստոսի կողմն լինենք, նա է ճշմարտությունը, ամեն։ Երբ որ մարդիկ մեզ որևէ մի բան են առաջարկում եւ մենք հասկանում ենք, որ դա սխալ է, դա սուտ է, դա ծուռ է, մենք կարողանանք ասենք, ես իմ գոտիս կապելու եմ, որ սուրս դնելու տեղ ունենամ։ Այսօր սերից երբ որ քո ոտքերի վրա կկանգնես, գոտիդ կկապես։ Այս մարդը գոտի ուներ, բայց իր գոտին հանե դրել էր իր կողքը։ Եվ շարունակությունը ինչ ասում, ասում է քո կոշիկները հագիր։ Ես այսօր վերջի անգամ երբ ես որևէ մեկին Քրիստոս քարոզել։ Քո հարևանին, քո ծանոթին, քո ընկերոջը, քո բարեկամին։ Մարդկա կարող ասել 10 րոպե առաջ, մի ժամ առաջ, մարդկա կարող ասել 25 տարի առաջ, չէ՞, օրինակի համար։ Բայց այսօր ես ու դու մենք պետք է այդ կոշիկները ունենանք։ Երբ որ մենք ավետարանի կոշիկներ ունենք, օծերի, կարիճների խայտոտից չենք վախենում, երբ որ ոտաբոբիկ ենք, այդ ժամանակ վախենում ենք։ Այդ ժամանակ իրաց խայտոցները մեզ թունավորում են, մենք այդ թույնից սկսում ենք ազդվել եւ ազդել։ Այսօր սերիս Աստված ուզում է, որ դու ավետարանի կոշիկները հագնես։ Վեր կաց, գոտիդ կապի, կոշիկները հագի։ Մյուսը, որ ինքն ասում է քո հանդերձը քո վրա գցի։ Այսօր սերիս իրականում մեր Աստվածը, մեր Աստծո կամքը, մեր Աստծո ծրագիրը միանշանակ մեզ համար ոչ թե մերկությունն է, այլ նրա ծածկոցով ծածկված լինելն է։ Նրա օծության տակ լինելն է։ Մենք շատ անգամ մեր օծությունը թողնում ենք եւ մտածում ենք, որ այս իրավիճակը դա մեր համար սովորական է։ Մի անգամ մի ազնվորության հետ խոսում եմ, ես ինքն ասում էր, դե լավ, այս խնդիրը կա, բայց կամաց կանցնի։ Ես չէի կարող հասկանալ այդ մարդը։ Ինքը այսպես էր ասում, ասում էր, մենք խմբում ենք։ Հավատացյալ է, եկեղեցի է գալիս։ Բայց իր լոգիկան էս էր, ասում էր կամաց կանցնի, ասի ախպեր ուզում եմ քեզ ասեմ, բա որ կամաց շատանա։ Չէ, եթե դու հույսը դրել ես անցնելու վրա, բա որ դուրը գալու սկսես շատ խմել։ Հետո դառնաց հանգարց հարվածով։ Սա չի կարող այսպես լինել, կամաց անցնելը չկա սերից, կա ազատագրում։ Երբ որ մենք Հիսուսին ենք մոտենում, կամաց չի լինում, լինում է ամեն բան միանգամից։ Երբ որ դու լեզուներով մկրտվար, ինչ է դա, կամաց մկրտվում ես, ուզում եմ սա ասել, չէ, հար զգացի Տիրոջ ներկայությունը լցված Սուրբ Հոգով։ Ամեն։ Երբ որ գալիս ես հողը քո համար աղոթում է Տիրոջ ներկայությունը զգում ես պայտը գալիս է ու դու փոխվում ես, կամացը, տարիների պրոցեսը, սա իրենց ինչ մենք մեզ խաղում ենք։ Ես Աստվածաշնչի խոսքերը մենք պետք է ընդունենք, հավատանք, կրկնենք։ Եվ դες Աստվածաշնչի խոսքերը ոչ թե նրա համար է, որ մեզ հարմարեցնենք, այլ նրա համար է, որ մենք նրան հարմարվենք։ Երբ որ նոր էի աշիլում, եղբայրներ կան, որ հավատում ենք եղբայրական են կանում։ Հավատում եմ մեր շատ սիրելի
Ովիվ Կարեն, երբ որ եղբայրական անում, այդպես չի լինում։ Մեր մոտ ուրիշ ձև էր։ Հավաքում ենք տարբեր եկեղեցիներից դուրս եկած եղբայրներ էին եւ առաջի 10 րոպեն լավ էր, դրանից հետո կռվում էինք իրար հետ։ Միշտ խոսակցությունների բան, հետո վերջում բարշում էինք կամ էլ չէ։ Ու մի օր ինձ զանգեցին, ասեցին, «Դա թեմա կա եղբայր, ուզում ենք որ դու գաս, որ այս թեման իրար հետ խոսենք»։ Ասի փառք Տիրոջը կգամ։ Ես էլ սիրում էի շփվել եւ գնացի իրանք այսպես ասեցին. 10 գույսերի առակն ենք ուզում քննարկենք 5-ը իմաստուն, 5-ը հիմար եւ ուզում ենք որ այստեղ հայտնություններ առնենք։ Հիմա մենք իմաստունների մեջն ենք, թե հիմարների մեջն ենք։ Ես նայեցի ես մեր սիրելի եղբայրներին, ասեցի եղբայրներ, ես այստեղ կնստեմ, դուք իրար մեջ որոշեք, ովքեր են հիմարները, ովքեր իմաստունները։ Ես այդտեղ չունքսին բո ինչպես։ Ասի ես մտածում եմ, որ Աստծո խոսքն ասում է, ես Քրիստոսի հարսն եմ եկեղեցին, այդ կույսերը հարսը չէին, չէ՞։ Իրանք պրոստը դիմավորողներ էին, պրոստը կեսը յուղ ունեին, կեսը յուղ չունեին։ Ես երկին շատերն են գնալու, բացի ուզում եմ սա վարտապետական դες ինչ մենք մի քիչ լայն հասկանանք, բացի եկեղեցուց շատերը փրկվելու են, շատ մարդիկ Աստված արտար է, շատ կույսեր փրկվելու են, կեսը իմաստուն են լինելու կփրկվեն, կեսը հիմար են լինելու չէ, բայց եկեղեցին լրիվ ուրիշ մակարդակ է։ Դու եկեղեցին ես, դու Քրիստոսի հարսն ես, սիրելիս։ Եվ այս մարդիկ իրար նայեցին, ասել դե դուք որոշեք հիմարը իմաստուն, ես Քրիստոսի հարսին ներկայացուցիչ եմ ասել։ Իրանք տարբեր եկեղեցիներ էին գնում, միշտ մեր մոդել էին գալիս պես մեկին անում էին դնում, մեկին հավանում էին, մեկին չէ։ Այս մարդիկ մի 5 րոպե լռություն էր։ Մտածում էին ու դրանից հետո փոխվեց մեր շփումը, փոխվեց մեր կարելի ասել մտածելակերպը։ Եվ ես միշտ ուզում էի ինձ ասել եկեղեցու կարևորության մասին։ Եվ սկսեցինք խոսել եկեղեցու կարևորության մասին։ Սերիս իրականում շատ անգամ մարդիկ բաներ են խոսում, որ չեն հասկանում։ Բաներից են խոսում, որ չեն հասկանում։ Բաներ են ասում երկնային, որպես ինչ իրանք դրանից խաբար չեն։ Մի անգամ մի ազնվորության հետ աղոթում էին, չեմ չափազանցնում, այնքան դևերի անուններ տվեց։ Ես այդքան դեպի անուն չգիտեմ, չէի լսել։ Սրան կաբեց, նրան կաբեց, այս դերին են ողում, այս մարզի վրայի, քաղաքի, գյուղի, ամեն տեսակի կաբեց, վերջում աղոթքից ասեցի, խնդրում եմ քեզ մի բան հարցնեմ, էլի, ասեցի, դու այդ ամենին տեսնում ես, որ հրճագում ու կապում ես, հեռացնում ես։ Ասեց, չէ, դե դիվաբանություն են կանցի, անունները գիտենք։ Ասի, ես մի բան գիտեմ, Սատանան աներես է։ Գիտես, սիրելի, շատ աներես է Սատանան։ Իրան չկանչես կգա, պիղծ միտքը աներես է, չէ, չկանչ վախը, հիվանդության վախ օրինակ, աներես է, չես կանչում, կրվում ես ինքը գալիս է, բավոր այդքան անունն ես տալիս, եղբայր դու դրանց կանչում ես իմաստը փոխում, իմ կարծիքով իմաստ չկա, սիրելիներ մենք այնպիսի բաներ չանենք, որ դրանից խաբար չենք, դևերի անուն մի տուր, մի սովորի դևերի անուն, Քրիստոսի անունը տուր, ամեն, Հիսուսի անունը տուր, ասում եմ, այն երեսի անունը ինչ ես տալիս, չես կանչում, գալիս է ընկնում ես կրակը, տարիներով կրվում ես, որ հեռանը չի հեռանում, այդ կամ որ կանչեցիր հետո դու ինչ ես անելու։ Սիրելիներ, մեր Աստվածը ուզում է, որ մենք միշտ վեր կենանք, ամեն, մեր ընկած վիճակից վեր կենանք, մեր հոգևոր Աստվածաճանաչողության ընկած վիճակից բարձրանանք, մեր առողջական ընկած վիճակից բարձրանանք, ընդհանրապես ուզում եմ քեզ ասեմ, եթե հիվանդ ես եւ շատ ես նեղվում, գիտես ինչ, այդ ամեն ներվածության մեջ կարողացի ասել Տեր թող քո կամքը լինի։ Սա ամենակարևոր աղոթքն է։ Տեր թող քո կամքը լինի։ Ինչպես մենք որոշեցինք, ասեցինք Տեր 10 չտասել քոնն են, թող քո կամքը լինի։ Այդ ժամանակ գիտես ինչ, կենտրոնացումը հիվանդությունից կշեղվի, Աստված կօրհնի քեզ։ Հավատացյալները ասես ինչ մեր խնդիրը բռնում են, կպնում ենք այդ խնդրից, մտածում ենք սրանից այդ կողմ էլ աշխարհ չկա։ Այս իմ պրոբլեմից այն մյուս կողմը էլ ոչ մի աշխարհ չկա, այս ամենակարևոր դժվարությունն ու պրոբլեմն է։ Եվ այստեղ մենք մնում ենք երկար ժամանակ։ Ժամանակ առ ժամանակ Աստված գալիս է եւ մարդկանց ասում է որտեղ ես։ Չեն ասում որտեղ ես, որովհետեւ չգիտեր այդ մարդը որտեղ է։ Ինքն ասում է որտեղ ես, որ մարդը հայտնություն առնի, որ ինքը այդտեղ պետք է չլինի։ Մի օր Աստված եկավ Եդեմի պարտեզ, ու ասեց Ադամ ուր ես։ Այդ որ ծառի ջուրի տակ որ Ադամը պահեր, այդ ծառը Աստված էր ստեղծել, տերևները հատ գիտեր, չէ՞։ Ինչ Աստված չգիտեր, ինքը որ ծառի ջուրի տակ է պահել, լավ գիտեր։ Բայց հարցնում էր ուր ես որ Ադամ, քո տեղը այդտեղ չէ։
Մի օր Աստված Մարգարեին հանդիպում ունեցավ Մարգարեի հետ, Եղիսեի հետ եւ ինչ ասեց ուր ես։ Կներեք Եղիայի հետ, ուր ես, ինչ ես անում, երբ որ ինքը քարանձավի մեջ պայել մտեր։ Գիտես, երբ որ Աստված գալիս է մեզ ասում է ուր ես, դա նշանակում է, որ մենք ճիշտ տեղում չենք։ Դա նշանակում է, որ մենք ոչ թե կանգնած ենք, այլ ընկած ենք։ Մնացել ենք այդ ընկած վիճակում ու ասում ենք, այստեղ լավ է, հավաքվեք իմ բոլորը, իմ, չգիտեմ, ինձ օգնեք, ինձ մխիթարեք, ինձ բարձրացրեք, իմ մասին մտածեք ու հոգ տարեք։ Գիտես, Աստված իր կամքի մեջ, իր ծրագրի մեջ միանշանակ ունի, որ հավատացյալը քայլի եւ վազի։ Ամեն։ Չնայելով ինչ է լինելու, չնայելով այդ ընթացքում ինչպես կլինի, ինչ խնդրի, ինչ դժվարության առաջ կկանգնի, Աստծո ծրագիրը ինձ համար եւ քեզ համար է։ Գոտի կապել, կոշիկները հագնել, հանդերձը հագնել։ Եվ շղթաների մասին շատ չմտածել։ Մյուս տեղում ասում են նրանք բանտում էին, գիշերվա ժամ էր, դրանից առաջ իրենց ծեծել էին։ Եվ իրենց ոտքեր ասում են կոճղի մեջ էր, բայց նրանք բարձրաձայն փառաբանում էին Աստծուն։ Այսօր մենք երբ որ բանդում ենք հանդիպում, բանդում ենք հայտնվում, չգիտեմ, Սատանայի կողմից ծեծված խնդիրների, խնդիրների մեջ, մեզ այստեղ պետք է բարձրաձայն երգել։ Ամեն։ Ամեն։ Բարձրաձայն փառաբանել։ Եթե մի հիվանդություն ունես, եւ դες ինչ փնտրում ես մեկին, որ այդ հիվանդությունից ունի, որ իրանից իմանաս թազա նոր դեղի անուն, դու չես կարող Աստծուն փառաբանել։ Հիմա որ ես ասում եմ, ես ընդհանրապես դեմ չեմ դեղերին, բժիշկներին, բայց ես կողմ եմ Աստծուն կպնելու ձևը, որտեղ մենք հավատացյալ ենք, ամեն։ Ես կողմ եմ, որտես ինչ վիճակում են լինենք, մենք այնպես կպնենք Աստծուն, որ մեզ Աստծուց բաժանել չլինի։ Ամեն։ Սա շատ կարևոր է, սիրելիներ։ Եվ գիտես, երբ որ մենք դա հասկանում ենք, գիտակցում ենք, մենք սկսում ենք կանգնել եւ առաջ գնալ։ Այսօր Աստծո ծրագիրը միանշանակ սիրելիներ, իր կամքը, իր ուզածը, իր ցանկությունը, իր եկեղեցու համար, որ եկեղեցին իր ոտքերի վրա կանգնի եւ շարժվի։ Որտեղ կյանք կա, այնտեղ ինչ կա։ Շարժում կա։ Որտեղ որ կյանք կա, այնտեղ շարժում կա։ Հիսուս կյանքը որտեղ որ մեր մեջ կա, այնտեղ պետք է շարժում լինի։ Ուզում եմ նայենք Գործք առաքելոց 3-րդ գլուխ 8-րդ խոսքից եմ կարդում, երբ որ առաքյալները բժշկում են այն կաղին, որ տաճարի դռան մոտ միշտ նստած փող են ունում։ Այսպես է ասում. Վեր թռավ կանգնեց եւ ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճար։ Մենք տեսնում ենք այս անձնավորությունը իրան ասում է բերում էին, դնում էին տաճարի դռան մոտ, որի անունը Գեղեցիկ էր, Գեղեցիկ կոչված դռան մոտ, ինքը այդտեղ փող էր ունում։ Բայց երբ որ Աստծո մարդը նրա ձեռքից բռնեց, կանգնեցրեց, ասում ինքը վեր կանգնեց, թռավ իր ոտքերի վրա եւ առաջի բանը որ արեց, տարիներ, տաճարից ներս չէր մտել, տաճար ներս մտավ։ Ասում եմ միշտ իր դռների մոտ էին դրել, ինքը հեչ ներս չէր մտել, այդ կաղը։ Այսօր գիտես, երբ որ դու միշտ եկել ես ու դռների մոտ ես, չգիտեմ, քանի տարի միայն Կիրակի օրը գալիս ես, արդեն քո լավ փափուկատոր ունես, քո լավ փափուկատորը ունես, նստած ես, սա քո տեղն է միշտ, ոչ մի բան չես անում։ Հովիվ Կարեն ասում է, այս ծրագիրը, հիմա ասես իմ համար չէ, ինչ գործ ունեմ ես։ Այս գործը չէ, այս թող եղբայրներն անեն, այս թող չգիտեմ ակտիվ քույրերն անեն, ու դու մտածում ես, որ դու ոչ մի բան պետք է չանես։ Միշտ տաճարի մոտ նստես, այդ օրվա պատգամը վերցնես որոշակի ինչ-որ բան ու նորից նույն բանը։ Չէ, գիտես, երբ որ մենք դռներից ներս ենք մտնում, մենք սկսում ենք փառաբանել։ Շարունակությունը այսպես է ասում, որ ինքը որ ներս մտավ տաճար, սկսեց Աստծուն փառաբանել։ Դրանից առաջ ինքը մարդկանցից փող էր ունում, բայց ներս մտնելուց հետո սկսեց Աստծուն փառաբանել։ Այսօր սիրելի հավատացյալներ, մենք ունենանք թե չունենանք, մենք մուրացկան չենք։ Ամեն, մենք Աստծո որդիներ ենք։ Եվ մենք պետք է դռներից ներս մտնենք, վեր կանգնենք, թռնենք մեր տեղից, իրականում ու քայլենք ու ներս մտնենք։ Քո աղոթքի կյանքը այսօր, եթե տեսնում ես ընկած է, ես Աստված ուզում եմ, որ քո աղոթքի կյանքը ոտքերի վրա կանգնի, երբ որ դու աղոթում ես մարգարյանաս, երբ որ դու աղոթում ես հրաշք ու բժշկություն տեսնես, չմնաս այդ ընկած վիճակի մեջ։ Միայն չբավարարվես, որ տաճարի գեղեցիկ դռների մոտ նստում ես, դու ուզենաս տաճար մտնես։ Միայն Քրիստոսին տեսնելը բավական չէ, Քրիստոսին պետք է ճաշակել։ Աստծոն ասում է ճաշակեք ու տեսեք, որ Տերը քաղցր է։ Չէ, միայն տեսնելը բավական չէ։ Այսօր սիրելիս ես սուդում ենք եկեղեցի, երբ որ մարդիկ գալիս են, ես միշտ մեր ժողովրդին ասում եմ, որ դուք հանդիսատես չեք։
Մենք էլ այստեղ դերասան չենք։ Չէ՞։ Մենք եկել ենք իրար հետ Տիրոջը պաշտենք։ Մենք եկել ենք իրար հետ Աստծո խոսքից հայտնություն առնենք, ուրախանանք, փառք տանք։ Մենք եկել ենք իրար հետ միաբանվենք եւ ուզենանք մի բարի գործ անենք այս չար աշխարհի մեջ։ Դուք չեք եկել նայեք, գնահատական դնեք, այսօր լավ էր, երբ մյուս կիրակին վատ էր, այսօր լավ երկեցին, մյուս օրը վատ երկեցին, չէ, դա մեր գործը չէ։ Մենք այսօր եկել ենք իրար հետ կպնենք Աստծուն, ամեն։ Մենք չենք եկել նայենք այսօր հովիվը լավ էր խոսում, երևի ոգևորված էր։ Չգիտես ինչ, ինքը միշտ էլ լավ է խոսում, այսօր ես պետք է այդ խոսքը բռնեմ, իրապող կկանգնեմ առաջ գնամ։ Որովհետև ես ընկած չեմ։ Գիտես, այն մարդը, որ ընկած է, ինքը միշտ սպասում է, որ իրան պետք է օգնեն, ու հանկարծ չօգնեն, ինչ կանի կնեղանա, կխռովի, ինչ ուշադրություն չդարձրեցի։ Իսկ կանգնած մարդը ինքը ընդունակ է ուրիշներին օգնել։ Գիտես, ուզում եմ, որ ես ու դու միշտ, երբ որ կանգնած ենք մեր ոտքերի վրա, մեր աղբերների, մեր քույրերի համար Աստծո խոսք տանող լինենք, ամեն։ Հաց տանող լինենք, Աստծո խոսքը հացն է։ Եվ երկու օծյալներ, որ Աստվածաշնչում կան եւ իրանց մասին շատ քարոզներ են լսել։ Եվ իրանց մասին շատ անգամներ կարտացել են, հայտնություն են կարել։ Եվ հավատում եմ, որ այդ երկու օծյալներին են, նահապետներին են դու շատ սիրում ես, նրանք քո կարելի ասել այն ամենահավանած հերոսներն են ավետարանի։ Մեկը Հովսեփն է, մյուսը Դավիթը, ամեն։ Սիրում ես Դավիթին։ Ամեն, սիրում ես Հովսեփին։ Զորավոր են երկուսն էլ, ամեն։ Իրենց կյանքը կարդում ենք, օրհնվում ենք։ Ամեն։ Գիտես, մենք միշտ մտածում ենք Հովսեփի հաղթությունը այն ժամանակ է, երբ որ եղբայրը իր առաջ ծունգի էին եկել, չէ՞։ Մենք միշտ մտածում ենք Դավիթի հաղթությունը այն ժամանակ է, երբ որ Գողիաթի գլուխը կտրեց։ Բայց ուզում եմ քեզ սա ասել։ Նրանց հաղթությունը գիտես երբ էր։ Երբ որ նրանք իրանց եղբայրներին հաց տարան։ Երկուսն են, երբ որ իրանց եղբայրներին հաց տարան, այդ օրվանից իրանց հաղթությունը սկսեց։ Ոչինչ, որ Հովսեփի ձեռից հացը վերցին աղբերները հիշում ես ինչ արեցին։ Իրանք գցին փոսը։ Իրա ձեռի հացը վստան կերան ու մտածում էին ով է սպանելու։ Այդ տղան փոսից ասում էր ինձ օգնեք, ինձ ասում է հələ գնա մի հատ քարով զարգի սպանի թող ձենը կտրի, հետո որոշեցին վաճառեն։ Չէ՞։ Դավիթի ձեռից հացը վերցրեցին աղբերները, բայց առաջի թշնամին Դավիթի ոչ թե Գողիաթն էր, այլ նրա մեծ աղբերն էր, որ ինչ էր ասում, ասում էր ես քո հպարտությունը գիտեմ, գնա ինչ ես եկել։ Գնա տուն, հացը վերցրեցին, ուզում էին Դավիթին ճամփային տուն։ Հիշում եք այդ պատմությունը։ Այսօր կարևոր չէ քո եղբայրը քեզ ինչ կասի, դու հաց տու նրան սիրելիս։ Այդ ժամանակ կօրհնվես։ Կարևոր չէ քո եղբայրը քեզ կբարձրացնի, թե գուբը կգցի, դու նրան հաց տուր, երբ որ նրան հաց տաս, Աստված քեզ կբարձրացնի։ Աստված քեզ կդնի մի տեղ, որտեղ որ դու կլինես օգտակար մարդ։ Գիտես, չվախենաս մարդկանցից, երբ որ գցում են։ Որովհետև երբ որ դու ընկնում ես, դու բարձրանալու քաղցրությունը գինը գնահատում ես։ Երբ որ դու ընկած վիճակում լինում ես, այդ ժամանակ դու հասկանում ես ինչքան լավ է ոտքի վրա կանգնելը։ Ինչքան լավ է, երբ որ գիտես ինչ դու կարողանում ես ոտքի վրա կանգնես։ Ամեն ինչի համար սիրելիս գոհացի։ Քո տան համար, քո երեխաների համար, քո ունեցած աշխատանքի համար, ամեն ինչի համար գոհացի, ասա Տեր շնորհակալ եմ քեզանից։ Ամեն ինչի համար կարողացի հաց տվող լինես։ Ես այսպեսի մի որոշում եմ կայացրել, որ եթե տեսնեմ մեկին, որ աղբանոցի մեջ ինչ որ բան է, աղբարկրի մեջ ման գալիս, ես պետք է նրա համար հաց առնեմ։ Ու միշտ այդպես է, երբ որ տեսնում եմ մարդիկ, որ աղբանոցի մեջ բան են ման գալիս, իրանց գումար չեն տալիս։ Հաց եմ առնում, ուտելիք եմ առնում, իրան տալիս եմ։ Ու մի օր գալիս էի Ստեփանավան քաղաքի միջով, տեսա մեկին, որ փայտով ինչ որ բան է ման գալիս, կանգնա, իր համար հաց տվեցի, եւ գիտես, այս կինը ձերքիցս բռնեց ինձ մի հետաքրքիր բան, ասեց, որ եկան ուրախ է այդ օրը։ Ոգևորված եկա եկեղեցուն ասեցի, ես ինձ ասեց, հավատացյալ ես տղա ջան։ Եկան ուրախած, ասեցի, ուրեմն ես կնոջ միայն հավատացյալներին եմ օգնել, չէ՞, որ ինքը չէր ճանաչում ընդհանրապես ինձ։ Կարեն եղբայրս, հավատացյալ ես տղա ջան։ Այո, հավատացյալը պետք է հաց տվող լինի։ Ամեն, ամեն։ Այսօր դու հավատացյալ ես, ամեն, հաց տուր սիրելիս։ Ամեն։ Ընկած մարդը ինքը չի կարող հաց տալ, ոտքի վրա կանգնած մարդն է որ տալիս է։ Եվ այնքան ուրախաց, ասեցի ուրեմն այս քաղաքի մեջ հավատացյալները հաց տվող են, որտեղ այս խելչուկերակը այսպես ասեց։ Բարի գործին ինքը միանգամից արձագանքեց հավատացյալ ես, Աստված այսպես պետք է ճանաչի հավատացյալներին սիրելիներ։ Ոչ թե որ, ինքը շատ դու ես հավատացյալ, չգիտեմ, բապասում ես ինձ հետ օրինակի համար։
Դու էլ հավատացյալ ես, չգիտեմ, հայոյում ես, դու էլ հավատացյալ ես, խմում ես, ծխում ես, չգիտեմ ինչ ես անում, եւ մարդիկ կարող են երեսով տան, բայց մարդիկ պետք է կարողանան ասեն դու հավատացյալ ես, ուրեմն հաց ես տալիս։ Աստված օրհնի սիրելիս, գիտես, այսօրվա պատգամիս նպատակը միանշանակ սա է, որ դու կանգնես քո տեղում, հրճակես եւ ասես, ես ընկած մնացողը չեմ։ Ես այս տեղը, որ հիմա կամ, սա իմ տեղը չէ, պետք է այդ տեղը դու չսեպականաշնորհես, ասես, այսպես է, ես ընկած եմ, այսպես է լինելու։ Չէ, աղոթքիս կյանքը թույլ է մնալու է, չէ, պաշտամուն գնալու, չգիտեմ, հավես չունեմ, այդպես է լինելու է, չէ սիրելիս։ Գիտես, երկրի վրա ինչ էր, որ անում ես, մտածելով, որ դա կարևոր է։ Ամենակարևորը Աստծուն ծառայություն անելն է։ Գնաս երկինք այս խոսքերից ճշմարտությունը դեռ կհասկանաս։ Ինչքան է կարևոր բան ես անում երկրի վրա, այս աշխատում, չգիտեմ, երեխաների տապալան ես, դասավորում, ամեն բան դնում ես իր տեղը, կգնաս Աստծո մոտ կհասկանաս, ամենակարևոր բանը, որ արվում է, դա Աստծուն ծառայելն է։ Երկրի վրա կա մի գործ, որ երբ որ մենք անում ենք, երկնքում հրեշտակները ուրախանում են։ Միայն մի գործ է դա։ Գիտես որն է, երբ որ ամեն տարաներն է, երբ որ մի հատ կորած հոգի ասում եք գտնվում է երկնքում հրեշտակները ուրախանում են։ Աստծուն ծառայելն է, որ երբ որ մենք երկրի վրա անում ենք, երկնքում ուրախություն է լինում սիրելիներ։ Մնացած ինչ էր որ անում ես, դա ժամանակավոր է։ Դա կենցաղային է։ Գիտես, երբ որ մարդիկ ասում են, չգիտեմ, հարստության մեջ երջանկություն կա, իրանք սխալվում են սիրելիս։ Մի հատ մարդ կար, որ Աստծո խոսքը իր համար վկայում ասում է բոլոր ժամանակների մեջ, մինչև աշխարհի վերջը, բոլոր ժամանակների մեջ իրապես հարուստ մարդ չի եղել։ Ինքը Սողոմոնն էր։ Ահա որ հարուստ է, այսօրվա քո իմացած հարուստը, որ գիտես, որ ինքը շատ հարուստ է, ոչինչ է։ Այդ կարգի հարուստ է։ Այն ինքը 40 տարի Իսրայելում թագավորեց եւ ասում է Իսրայելը հասավ մի տեղ, մի բարգավաճման մեջ էր, որ այդ ժամանակաշրջանում Արծաթը քարերի պես էր, այսպես է ասում Աստծո խոսքը։ Այսինքն շատ տնտեսապես օրհնված էր, ինքը շատ հարուստ մարդ էր։ Բայց իր կյանքի վերջում հայտնություն առավ, ժողովողը ինքն է գրել։ Գիտես ինչ ասեց։ Ասեց ամեն բան ունայն է։ Ասեց ունայնության։ Մի հատ աղքատ խելջուկրակ մարդ չասեց, որ ինքը հարստություն չուներ, չէր հասկանում դա ինչ է։ Մի աղքատը ասել, կասենք այնա դու փող չես տեսել, չգիտես դա ինչ է, չէ՞, չէինք լսի այդ խոսքը։ Ասենք որ հարուստ լինես, այս չես ասի, փողը գիտես ինչ լավ բան է, օրինակի համար։ Ասեց այդ հարուստ ազնվորությունը։ Սերիս ամեն բան ունայն է, վեր կաց Աստծուն ծառայի։ Վեր կաց կանգնի քո ոտքերի վրա եւ ասա ես Տիրոջ ծառան եմ։ Հիվանդ կա, ես նրա համար կաղոթեմ։ Եկեղեցում որևէ մի ծառայության, չգիտեմ, գործ կա անելու, ես համաձայն եմ դա անեմ։ Իմ զոհաբերությունով, իմ տասանորդով ես հավատարիմ կլինեմ, ես հովվի կողքը կկանգնեմ, որովհետև սա է կարևորը, որովհետև երկնքում սա է գրանցվում, որովհետև Աստված ուզում է, որ մենք վեր կենանք եւ ծառայենք, վեր կենանք եւ քայլենք, վեր կենանք եւ առաջ կենանք, վեր կենանք եւ սկսենք պտուղներ բերել եւ պտղատու լինել, եւ Տիրոջ ծրագիրը միանշանակ կայանում է սրանում սիրելիներ։ Մեր Աստվածը դες չի սիրում, երբ որ մենք ծույլ ենք լինում, մեր Աստվածը չի սիրում, երբ որ մենք նստում ենք այդ տեղում, մնում ենք այդտեղ եւ շարունակաբար այդ ընթացքի մեջ ենք մեր սպահում, մտածելով, որ դա հենց այդպես է լինելու է։ Գիտես սիրելիս, եթե մեկին կթողնես Աստծո համար, այդ մեկին կգտնես։ Բայց եթե որևէ մեկի պատճառով Աստծուն կթողնես, այդ մեկին կկորցնես։ Սա ես քեզ ճշմարտությունն եմ ասում։ Մարդիկ կան, որ գիտես ինչ չգիտեմ, ամուսինը դեմ է, որ կինը եկեղեցի գնա, օրինակի համար։ Ու այն ազնվորությունը, ով որ կթողնի, գիտես ինչ, Աստծուն, պայելու իր ամուսնուն, ինքը ամուսնուն է կորցնում։ Բայց ով որ համաձայն կլինի Աստծո համար կորցնելու, գիտես ինչ ինքը այն է ունենա։ Սերիս Աստված առաջինն է եւ առաջնայինն է քո տեղում, ամեն։ Դու պետք է վեր կենաս եւ առաջ կենաս։ Հետ չնայես։ Դες շարժվելը միանշանակ Տիրոջ կամքն է։ Երբ որ մենք սկսում ենք շարժվել, մենք օրհնություններ ենք տեսնում։ Երբ որ մենք մնում ենք մի տեղում, մենք օրհնություններից հետ ենք գնում եւ չենք տեսնում այն օրհնությունները, որը որ Աստված ամեն մեկիս համար ունի։ Եվ Աստծո խոսքից երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ Աստված ուզում է, որ գիտես,
ինձ ու քեզ մղի գործողության, եւ այդ գործողությունը լինի իր ուզածի պես։ Ես երբ որ մենք Երից գիրքը նայում ենք Երից 14-րդ գլխի մեջ, տեսնում ենք, որ եգիպտացիները այնքան էին մոտեցել արդեն իսրայելցիներին, որ իսրայելցիները եգիպտացիներին տեսնում են։ Չէ, փախնում էին եւ իրանք եկել էին արդեն իրանք հասել էին միտեղ որտեղ փակուղի էր, իրանք առաջ ծովն էր, ծովը փակ էր եւ այս խառնաշփոթ իրավիճակ էր, խառնվել էր ամբողջ ազգը եւ աղաղակում էր։ Գիտես ինչ էր աղաղակում։ Գոյություն ունի հաղթանակի աղաղակ, գոյություն ունի վախի աղաղակ։ Այս մարդիկ վախից աղաղակում են, ինչ էին ասում, մենք մեռանք, նրանք սուն ունեն, նիզակ ունեն, ձի ունեն, կարկ ունեն, մենք ոչինչ չունենք, մեր երեխաներն են եւ մենք անպաշտպան ենք։ Այսպիսի աղաղակ էր բարձրանում եւ խառնաշփոթ վիճակ էր։ Եվ գիտես, այսպես է ասում Աստված Մովսեսին, շատ հետաքրքիր է ինքը խոսում եւ ժողովրդին ցույց է տալիս, որ երբ որ դու դուրս ես եկել քայլելու, սպասի եւ կտեսնես Աստծո կամքը, սպասի եւ կտեսնես Աստծո գործը։ Ելից 14-13-ից է կարդում, այսպես է ասում։ Եվ Մովսեսին ասեց, եւ Մովսեսը ասեց ժողովրդին. մի վախեցեք, կանգնեցեք եւ տեսեք Եհովայի փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար, որովհետեւ ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան պիտի չտեսնեք։ Եհովան ձեր համար պիտի պատերազմի եւ դուք լուր կեցեք։ Գիտես ինչի է այստեղ ասում հավիտյան չեք տեսնի ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին։ Հավիտյան չեք տեսնի, որտեղ իրանք այսօր մեռնելու են ու դժոխք են գնալու։ Այն մյուս կյանքում է չեք տեսնելու, հավիտյան ընդհանրապես չեք տեսնելու, բայց դուք վախեցած եք։ Ասում է, որ գիտես ինչ արեք, հիմա լուր մնացեք։ Ժամանակ կա, որ մեր Աստված ուզում է, որ գիտես ինչ մենք լուր մնանք ու քայլենք։ Եվ դրանից հետո ինչ են անում, ծովը բացում է, նրանք էլ չեն աղաղակում, լուր քայլում են, որովհետև Եհովան է պատերազմում նրանց փոխարեն։ Այսօր եթե քո աղաղակը վախից է, ես շատ մարդիկ կան, վախեցած վախից աղոթքներ են անում։ Եթե սիրում ես մեկին, ես ինչ մի վախեցի, հավատքով աղոթի։ Հավատքի աղոթքը ուրիշ է, վախի աղոթքը ուրիշ է։ Վախեցած աղոթում ես, Աստված ջան, փող տուր պարտքերիցս ելնեմ, Աստված ջան, վախենում եմ, չգիտեմ, այս հիվանդությունով չմեռնեմ, այս խնդրի մեջ չկործանվեմ, այս ընտանեկան խնդիրս այսպես մնա, մի վախեցած աղոթի, վախեցած աղոթքները, գիտես ինչ տեղ չեն ասում, հավատքի աղոթն է որ տեղ է ասում, հավատքով աղոթի, եւ այսպես է ասում է ժողովրդին ասա, որ նրանք լռեն, գիտես ժամանակ կա, որ մենք պետք է իրականում լռենք ու քայլենք, լուր քայլի քո դրված ճանապարհով։ Եվ քայլելու համար ամենակարևորը տեսիլք ունենալն է։ Չէ, այսօր առավոտ որ արթնացար, պատրաստված, դու չելար որ Գյումրիով ճեմես, ճիշտ է։ Չելար որ Գյումրիով քայլես։ Դու ելար որ գաս եկեղեցի։ Քո տեսիլքը, քո նպատակակետը հասնեիր այստեղ, որ Աստծուն փառաբանեիր։ Եվ այդ ճանապարհը որ եկար, ես այդ ճանապարհը քեզ արդեն հետաքրքիր չէ, քեզ հետաքրքիր որ դու տեղ հասնեիր։ Այդ ճանապարհի մեջ ինչ էլ որ եղնի, կարևոր չէ, կարևորը որ դու եկեղեցում լինես։ Այսօր գիտես սիրելիներ, երբ որ մենք իրականում այս տեսիլքը ունենում ենք, մենք վեր ենք կենում եւ քայլում ենք եւ գիտենք ուր ենք գնում։ Մենք հավատացյալներ կան, շատ անգամներ ես ինչ իրանք դե արդեն սովորություն է, դե արդեն սովորույթ է, այսպես ենք անում։ Չէ, այսպես պետք է չլինի սիրելիներ։ Մենք պետք է իմանանք, որ ես սա անում եմ եւ սրա հետևանքն է։ Սիրելիներ, երբ որ դու գալիս ես Աստծո տուն, միանշանակ ուզում եմ որ սա ամուր վերցնես ու բռնես, դու այստեղ գործ ես անում։ Այն քո ամենն էլ որ հովիվը պատգամ է տալիս, դու ասում ես սա գործ է։ Մի անգամ ինձ միտեղ կանչել էին ծառայության, գիտես ես եկեղեցու պես ակտիվ եկեղեցի ես կյանքիս մեջ չէի տեսել։ Ամեն վայրկյան այս մարդիկ ամեն էին ասում, կանգնում էին, գոռում էին, աղաղակում էին, մռնչում էին, շատ ակտիվ եկեղեցի է, շատ ահավոր։ Ես գիտես ինչ մի ժամ քարոզեցի, մի շնչի պես։ Որովհետև ինքը ես ինչ այդ մթնոլորտը ստիպում էր որ դու խոսաս, քարոզես, շատ կրակոտ էր։ Մի անգամ էլ միտեղ գնացի քարոզեցի, գիտես աչքերս որ փակեի կմտածեի ես մենակ եմ։ Ուշնից եմ։ Այս մոտ ինչ ուզում ես ասել, ես իմ համար մի հատ լավ հայտնություն ունեի, այդ գիտես մտածում եմ որ դասեմ գոնե մեկը մի հատ կասի ամեն չէ, համաձայն ինչ լավ բան ասեցի։ Այդ ամենը ասում էի, ուշ մի բան, գիտես, սիրելիս երկուսն էլ ծայրահեղություն է։
Երկուսն էլ, ես չեմ ասում, ամեն ինչի մեջ գոռա հասկացած չհասկացածին ամեն ինչ ասա, բայց գիտես ինչ, դու որ եկել ես Աստծո տուն, երբ որ Կարեն եղբայր մի լավ բան է ասում, ասա ամեն, դա հաստատվում է, որ ամեն, դա ճշմարտություն է, երկնքում մի բան փոխվում է, մեր խոսքից է կախված։ Աստծո խոսքն ասում է, գիտես, երբ որ Աստված Մարգարեին տանում է անապատ, ցույց է տալիս լիքը չորացած ոսկորներ, որ ընկած են անապատի մեջ։ Հարց է տալիս, այս Մարգարեին ասում է, քո կարծիքով սրանք կկենտանանան։ Ես Մարգարեին ինքան լավ էր Աստծուն ճանաչում։ Որ ինչ ասում է, դու Աստված ես, դու գիտես։ Դու գիտես, դու Աստված ես։ Եվ Աստված ասում է, դու հիմա Մարգարեացի։ Մարգարեացի կյանք, ասում է, երբ որ սկսում է մարգարյանալ, ոսկորները գալիս են, իրար են գտնում, հետո միս, հետո չգիտեմ ջիղ, հետո կաշի, հետո վերջում են հոգի, որ իրանք զորք են դառնում։ Այսօր սիրելիս քո հոգևոր կյանքը, եթե չհորացած է, Աստված ուզում է, որ դու սկսես մարգարյանալ։ Ինքն է կյանք տվող։ Մարգարեացի ասի, ես ծառայելու եմ, ես գործելու եմ, ես վազելու եմ, ես գալու ասելու եմ, ինչ ծառայություն կա, որ անեմ։ Չգիտեմ, խմբակ կա անելու, ինչ կա անելու, ինչով կարող եմ օգնել, վերջի անգամ երբ ես մոտեցել հովին ու ասել, ինչով կարող եմ քեզ օգնել։ Ես վստահ եմ, քեզ չի ասի ովը, որ ոչինչով, դու բանի մեջ ես գնա հեռու մնա, չէ, ինքը կասի քեզ մի լավ բան, որ դու օգնես։ Բայց դու դա անում ես, ինչով կարող եմ օգնել։ Ինչ կարող եմ անեմ մեր ընտանիքի համար, եկեղեցու համար։ Եվ գիտես, երբ որ մենք այսպես մոտենանք, օրհնություն կգա մեր կյանքի։ Երբ որ մենք մտածենք, որ դե չէ, ես գործանողը չեմ, վեր կացողը չեմ, քայլողը չեմ, թող դա իմ փոխարեն ով ուզում է անի, բայց ինձ համար անեն։ Բայց ինձ համար միշտ ամեն բան լավ լինի։ Մի անգամ մի ազնվություն ինձանից նեղացել էր, որովհետև բոլորին ձեռքով բարևել է, իրան ձեռքով չէի բարևել։ Ես իրականում իրան շատ սիրում, հարգում եմ, շատ հարգված քույրիկ եք, գիտես, բայց այդ մարդը դրանից նեղվել է, ինչն է պատճառը, որ ինձ չբարևեց։ Բաներ էլ կա, որ գիտես ինչ, մենք ամեն ինչ փորձում ենք ամեն տեղից նեղանալ։ Կարող է, չգիտեմ, ծառայողը մի բան անի, դու դա չհասկանաս, ինքը միտում չունի քեզ նեղացնելու, բայց դու դրանից նեղանաս։ Եթե նեղացել ես, մոտեցի ասա, ես նեղացել եմ, ուզում եմ, որ վերականգնվեմ։ Ուզում եմ, որ դու գիտես ինչ, նորից վստահություն ձեռք բերենք, նորից ծառայենք, նորից առաջ գնանք։ Գիտես, եկեղեցում Աստված մեզ սովորեցնում է, որ խնդիրներ լինելու է, բայց այդ խնդիրները պատճառ չեն, որ բաժանություն լինի։ Անհամաձայնություններ լինելու են, բայց այդ համաձայնությունները պատճառ չեն, որ չծառայենք, որ չասենք դե լավ, որ այս իմ սրտով չէ, ես սա չեմ անի։ Չէ, երեխաներ կան, երբ որ նեղանում են, իրանք ունեցած այդ խաղալիքները հավաքում գնում են։ Չէ, մենք այսպես չենք։ Ինչ որ ունենք, ընդանուր է, ինչ որ ունենք Աստծո գործի համար է։ Սիրելիներ, ոտքի կանգնել եւ առաջ գնա, սա Աստծո ծրագիրն է։ Ոտքերիդ վրա ամուր կանգնել եւ առաջ գնա։ Մի տեղը կընդունեն, մյուս տեղը չեն ընդունի։ Կարևոր չէ քեզ ինչպես կընդունեն։ Գիտես, մի օր Հիսուսին այնպես ընդունեցին, որ Հիսուսին կարելի էր այդ ժամանակ թագավոր հռչակել եւ Երուսաղեմում ինքը որպես թագավոր նստել։ Ասում է իրանց հանդերձները անեն գցեցին, ծառերից ճյուղեր էին պոկում գցում ճանապարհի վրա, ամբողջ քաղաքը այսպես է ասում Աստծո դղրդում էր այդ բազմության աղաղակից, որ ասում էին օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա։ Բայց մի օր էլ գիտես ինչ արեցին Հիսուսին։ Բռնեցին, տարան ժայռից ուզում էին գցեին, սպանեին։ Դե Հիսուսի ժամանակը չէր եկել, իրանց միջից անցավ։ Այն մյուս անգամ բռնեցին, տարան, ծեծեցին, խաչեցին, սպանեցին, թաղեցին։ Չգիտեն, որ Հիսուսը հարություն է արվելու։ Այս ամենը իրանց գործն էր, սատանայի գործն էր։ Սատանան արեց, հրճվեց, բայց շարունակություն է։ Սերիս ուզում եմ այս միտքն էլ ասեմ ու նոր փորձեմ վերջացնել։ Գիտես, երբ որ ես ու դու մենք ոտքերի վրա կանգնող ենք, մեր ձեռքում ինչ էլ լինի, ինչ էլ որ լինի, դա օրհնություն կդառնա։ Բայց երբ որ մենք ընկած մարդ ենք, մեր ձեռքում ինչ էլ լինի, անեց կդառնա։ Մի անձնավորություն կար, ինքը եկավ տաճար, մեր Տերը Հիսուսը տեսավ տաճարում կատարվող այդ դիվային իրավիճակը, որ առևտուր էր, ասում է մի հատ պարան վերցրեց։ Եվ այդ պարանով սկսեց շուռ տալ բոլոր աղավնի ծախողների, փոխփոխողների սեղանները եւ աթոռները։ Այդ պարանը ինչ պարան էր? Օրհնության պարան էր, ամեն։ Մաքրում էր տաճար, որտեղ Քրիստոսի ձեռքի մեջն էր։ Քրիստոսի ձեռքերում ինչ կա, դա օրհնություն է։ Մի անձնավորություն էլ կար, իր անունը Հուդա էր։
ինքը երբ որ այդ 30 արծաթը վերցրել, ասում է գնաց մի հատ պարան գտավ։ Ինքն էլ պարան գտավ իր ձեռքով։ Գնաց այդ պարանից մի հատ չորացած ծառ գտավ, այդ ծառից ինքը իրան խեղդեց։ Այդ պարանով ինքը իրան սպանեց։ Հիսուսը պարանով տաճարը մաքրեց։ Այսօր երբ որ դու գիտես ինչ ընկած մարդ չես, քո ձեռքդ ինչ է լինի, դու օրհնություն կլինես։ Ինչ ծառայություն էլ անես օրհնություն կլինես, բայց եթե ընկած ես, քո ձեռքը ինչ էլ տան, դու դրանով խեղդելու ես քեզ։ Քո մասին չեմ խոսում, ընդհանրապես։ Այսօր իրականում սերեր կանգնած մարդը, որ ինքը ընկած չէ, ինչին էլ կպնի օրհնված կլինի։ Իր ձեռքի տակ ինչ էլ որ լինի, ինչ ծառայություն էլ որ քեզ տան ու վստահեն, գիտես ինչ, օրհնված կլինի։ Դու կկարողանաս այդ ծառայության մեջ օրհնություններ ունենալ։ Եվ դες մեր Աստված ինքը գերբնական Աստված է, շատ գերբնական։ Երբ որ Աստված գերբնական ձևով գործում է, մենք օրհնություններ ենք տեսնում։ Մի օր իմ մեքենայով գալիս էինք Տաշիր եւ իմ մեքենայի ղեկին մեր եղբայրներից մեկն էր։ Ու ճանապարհին մի քաղաքով երբ որ անցնում էինք, նա տանձնավորություն կար կանգնել ճանապարհին, այստեղ այն կանգնեց։ Չէ՞ զարմացա։ Կանգնեց, ասեց իրան վերցնենք։ Երբ որ ես այս կինը դուրը բացեց նստավ, Սուրբ Հոգին սկսեց հետս խոսել։ Եվ ես դառա իրան նայեցի, ասեցի, հիվանդանոցից եք գալիս։ Կինը նայեց, ասեց այո։ Ասեցի Աստված կարող է ձեզ բժշկի։ Ես հետո մտածում եմ, ես աղբեր ասում եմ, բավոլ ասել չէ։ Չէ։ Ինչ եմ ասում հիվանդանոցից ես գալիս։ Բավոլ ասել չէ, հիվանդանոց հարսանիքից եմ գալիս, օրինակի համար։ Ասի Աստված կարող է քեզ բժշկել։ Ես այս կինը սկսեց արտասվել, իր ձեռքերը, գիտես ինչի էր նման։ Այս ծառի ճյուղերի, ինքը այդ բանն էր, հիվանդություններ, որ ոսկորները ծռմռվում էր։ Ձեռքերը առաջ բերեց, ասեց, խնդրում եմ, աղոտի միայն չցավա, թող պետք չի որ բժշկի։ Ինչպես, հա, միայն չցավա, աղոտի չցավա, պետք չի որ բժշկի, միայն ցավը անցնի։ Ես ասում եմ, Աստված կարող է քեզ բժշկի, ես մարդ ասում եմ, մենակ չցավա։ Եվ իր համար աղոտեցի, ձեռքերի համար, զգում եք, ես Աստծո ներկայությունը մեքենայի մեջ։ Հետո սկսեցինք իր հետ խոսել, սկսեցի իրան ասել, որ գիտես ինչ, Հիսուսը Տեր է, Հիսուսը փրկիչ է, ինքը լավն է, կպի իրան, դե երբ որ դες ինչ մի քիչ գերբնական է լինում ծառայությունը, ոգևորված ես լինում, չէ՞։ Երբ որ մարգարեական գերբնական է, ոգևորված ես։ Դες ինչ այսպես խոսացինք իրան իջեցրեցի, այս մեր աղբերը, գիտես ինչ են ասում է, ես ընդհանրապես բնավորություն, խայսյատ չունեմ ճանապարհից մարդ վերցնելու։ Բայց իրան տեսա, մեկը ինձ ասեց կանգնի։ Այսինքն այս Սուրբ Հոգին մեզանից անկախ գործում էր։ Այս տղային միտք է տալիս, ասում է, ես այդ կան ճանապարհներով գնում գալիս եմ, ինքն է առաքիչ վարորդ է, ամբողջ օրը ճանապարհներին է։ Ոչ մեկին չեմ վերցնում, որտեղ մտածում եմ, որ դա ճիշտ չէ։ Իմ էության մեջ դա չկա, առաջի անգամ ես կանգնա։ Եվ գիտես ինչ իրար այդ խոսում ասենք, փառք Տիրոջ, ուրեմն Սուրբ Հոգին քեզ կանգնեցրեց, որ ես էլ խոսեի։ Աստված գիտես ինչ մեզ համագործակցել գիտե։ Իր բնավորության մեջ դա չկար, բայց ինքը արեց լսելով այդ պահին այդ մեքենան արկելակելը, դա Աստծուն ծառայել էր։ Սերը իրականում մեր Աստվածը գերբնական է։ Ամեն։ Մեր Աստվածը ուզում է, որ մենք միշտ քայլենք, միշտ ծառայենք, միշտ ուզենանք նրա համար անենք։ Հետո գիտես հետաքրքիրը ո՞րն էր։ Հետո էլ մտածում ասում էինք Աշոտ եղբորդ էլ երբ որ խոսեցի այդ ամենը պատմից ասեց իր համար վերցի կողսին չէ։ Այդ էինք մոռացել։ Հիմա միշտ ման ենք գալիս չենք գտնում այդ կնոջը։ Ճանապարհներին ուշադիր նայում ենք։ Ես երբ որ մենք մի բան անում ես Սուրբ Հոգուց ներդված ես, հերուն է չես մտածում, խառնվում ես իրար, որովհետև ուրախանում ես, որովհետև հասկանում ես, որ ես ինչ Աստված գործում է։ Հավատում եմ, այստեղ նստածներից հետ բոլորիս է Սուրբ Հոգին գործել։ Եվ դա մեր համար ամենաերջանիկ պահն է, ամեն։ Իմ համար ամենաերջանիկ պահը գիտես որն է, երբ որ ես հայտնություն եմ անում։ Երբ որ ես ինչ զգում եմ, որ այստեղ Սուրբ Հոգին համագործակցեց, ոչ թե որ դերավես գիտեմ։ Ցուցակ կա, չէ՞ մեկը գալիս է ասում է մի հատ իմ համար աղոտի, մենք ձևերը գիտենք։ Հա, ծոմ բայել ես, հա, չես բայել, հա։ Եկեղեցի գնում ես, հա, չես գնում, ծառայությունը չէ։ Դες ինչ Աստված այդ ամենից բարձր դուս Աստված է։ Մեր իմացած ցուցակների մեջ ինքը չի տեղավորվում, ինքը գերբնական նոր բան անող Աստված է, երբ որ մենք մեր ոտքերի վրա կանգնում վազում ենք սիրում։ Մեր Աստվածը գերբնական է։ Իրականում փառք տուր նրան, սիրի նրան, ասա ես քեզ սիրում եմ, Տեր։ Ես չգիտեմ վերջի անգամ երբ ես դու քո աղոթքի մեջ մենակ տունը դուրը փակած ծունգի եկած ասել Հիսուս քեզ սիրում է։ Հիսուս քո ոտքերի մոտ ուզում եմ որ լինեմ, դու իմն ես, դու իմ կյանքն ես։
Ես երբ որ մենք այսպես կպնում ենք Տիրոջը, մեր Աստվածը համագործակցում է։ Վստահ եմ ամեն մեկս էլ որ պատմենք մեր կյանքի հրաշքները, ժամերը չի գերիկի, որ այստեղ այդ վկայությունները լսենք, բայց բոլորիս հետ էլ Սուրբ Հոգին գործել է։ Գիտես, ապահով ապրի, հանգիստ ապրի, լարված, վախեցած մի ապրի, ապահովությունը ընդհանրապես ոչ թե քո գրպանի ունեցածի հետ մեր կապ ունի, այլ Աստծո հետ կապ ունի։ Մի օրինակ բերեմ, որտես ապահովության մասին, որ մենք հավատացյալներս մեկ-մեկ անապահով ենք, մտածում ենք, չգիտենք, կհիվանդանանք, կաղկաданանք, կմեծանանք, թոշակ չենք ստանա։ Ես իմ ամեն տեսակի մի բան մտածում ենք, անապահով ենք մեզ զգում։ Մի պետություն կար, այս պետության մեջ մի հատ երեխա կար, որի համար ամբողջ զորքը, ամբողջ ծառայողները, որ հազարավորներ էին, ծառայում էին։ Փարավոնի տղան, որ Եգիպտոսում ապրում էր, ուզում եմ որոշակի հասկանաս, Փարավոն Եգիպտոս։ Փարավոնը Եգիպտոսում Աստված էր։ Այսինքն իր հարցանը դրած էր, մարդիկ գալիս պաշտում էր, ինքը Աստված էր։ Չաստված, խոր։ Այս իր տղան այնքան ապահով էր։ Հազարած ծառայողներ էր։ Մի հատ մեծ զորք ուներ, որ իրան պահում էր, որ պետք է մեծանար դառնար այդ Փարավոնը, հորից հետո ինքը էր։ Շատ ապահով էր։ Ամեն ինչ ծառայում էր իրան։ Բայց գիտես, այդ մի հատ էլ երեխա կար, որ 3 ամսական էր։ Իր անունը Մովսես էր։ Իր մայրը իրան դրել էր մի հատ զամբյուղի մեջ, գցել էր գետի մեջ, ու այդ գետի իրան տանում էր։ Երբ որ մարդկային մտածում ես, այն երեխան ապահով է, չէ՞։ Զորք, ծառաներ, պալատներ, հարստություն, ամեն ինչ ինքը Աստված էր մեծանում, շատ ապահով էր։ Իսկ այս երեխան կարող է մի հատ օծ մտնի այդ արկղի մեջ, կարող է չգիտեմ մի հատ շուկա ինքը խեղդվի, չէ՞, գնում է։ Նեղոսի մեջ վտանգներ կան, անապահով, անպաշտպան 3 ամսական երեխա։ Բայց գիտես ինչ եղավ։ Այն երեխան իր տեղաշորի մեջ մահացավ։ Իսկ այն փոքրիկը ինքը գնաց մեծացավ ջերմող տա։ Կարող ես ասել քո կողքինին, իմ ապահովությունն Աստված է։ Ամեն, Աստված է ինձ ապահով պահողը։ Ես Աստծո մեջ ապահով եմ, ես չեմ վախենում։ Ես չեմ վախենում կորցնելուց։ Այն մարդուն ամբողջ մի պետություն էր պաշտպանում, մահացավ։ Այս տղային, այս երեխային Մովսեսին անպաշտպան էր, բայց մեծացավ ու Աստծո մարդ տա։ Սիրելիս Աստված է քո պահապան, ամեն։ Քո աղոթքները թող քեզ համար, չգիտեմ, դեպրեսիա չդառնա։ Ասա Տեր թող քո կամքը լինի։ Տաս չտաս քոնն է։ Խնդիրս լուծես չլուծես քոնն է։ Քեզ ծառայել եմ ջիգարով մինչև վերջել ջիգարով ծառայել եմ։ Քեզ սիրում եմ, սիրելու եմ մինչև գամ երկինք, որովհետև հասկացել եմ դու իմն ես, դու իմ կյանքն ես։ Իմ աղոթքները քո առջև են Տեր։ Ես քեզ հավատում եմ։ Հիսուսը գիտես ինչ խաչի վրա այսպիսի մի բան ասեց, դեռ չէր հասել խաչը, կներեք աղոթքի ժամանակ Գեթսեմանում ասեց Տեր, եթե հնարավոր է այս բաժակը ինձանից հեռացրու, բայց ամենակարևորը այս թող քո կամքը լինի։ Թող քո կամքը լինի Տեր։ Սա ամենալավ աղոթքն է սիրելիս։ Այսօր որ տուն գնացիր, ծունգի արի ձեռքդ բարձրացրու երկինք եւ ասա թող քո կամքը լինի։ Հիվանդությունը դիր Աստծո առաջ ասա թող քո կամքը լինի։ Չլուծված խնդիրը դիր Աստծո առաջ ասա թող քո կամքը լինի։ Քո հոգևոր անկումները դիր Աստծո առաջ ասա թող քո կամքը լինի։ Սա ելք է սիրելիներ։ Սա օրհնություն է։ Աստված օրհնի, հավատում եմ, որ այսօր որ տուն գնացիր, հայելու մեջ քեզ կնայես ու կասես վեր կաց։ Ամեն։ Գիտես, շատ կարևոր է, երբ որ մենք մեզ հետ խոսում ենք։ Մի հատ հետաքրքիր պատմություն, որ Աստվածաշունչն ասում է, մենք միշտ ուզում ենք, որ մեր հետ եղբայրները խոսեն, մեր հետ Աստված խոսի, մեկ-մեկ չենք ուզում, բայց մեր հետ Սատանան է խոսում, չէ՞։ Այս վերջերս սկսել է շատ խոսել, թող դրի Հիսուսի անունով։ Ինքը ինտերնետում է շատ խոսում, հեռուստացույցով է շատ խոսում, հարևանի բերանով է շատ խոսում, թող Հիսուսի անունով պահպանվի, ամեն, թող դրի։ Բայց Աստված ուզում է, որ մենք մեր հետ խոսենք։ Սա խելագարություն չէ, սա օրհնություն է, որ քո հետ խոսում ես։ Աստվածն ասում է մի կին կար, որը որ 12 տարի տառապում էր իր հիվանդության ձեռքը, իր ամբողջ փողերը ունեցած չունեցածը բժիշկներին տվել էր, ոչ մի օգուտ։ Ու մի օր ինքը իր տան մեջ, ինքը իր մեջ այսպիսի բան խոսեց, ասեց, եթե միայն Քրիստոսի հանդերձի ծայրին գտնեմ կբժշկվեմ։ Ում հետ խոսեց ինքը։ Իր
իր հետ խոսես, չէ։ Ինքը իրան դա ասեց։ Եթե միայն Քրիստոսի հանդեպ ծառին գտնեմ կբժշկվեմ։ Եվ այդ խոսքը պատճառ հանդիսացավ, որ ինքը բժշկվեց։ Այսօր սիրելիս, քո հետ խոսի։ Քո հետ խոսի հավատքով։ Այսօր որ գնացի պաշտամունքի Հիսուսի անունով, նրա հետ, նրա այցելությունից հետո ես փոխվելու եմ։ Քո հետ խոսելով արի, Կիրակի դու քեզ պատրաստած գալիս ես։ Եվ այդպես է լինելու է։ Աստված օրհնի, ուզում եմ ոտքի կանգնենք սիրներ։